YouTube-յան բլոգերներ սկսեցին հայտնվել, սկսեցին նայել ռուսական YouTube, Անին էլ եղել այն բլոգերներից, ում ես փոքր ժամանակ նայել եմ։ Չեք շփվում, կռվել եք, այդպես սկսվեց իմ մարզիչի կարիերան, շել եմ դառնալ ատամնաբույժ, Թումոն, սենց մի հատ լույս է վառվում ինձ այդ լոգոյի վրա, ասեն։ Ու իմ առաջին մենակ ճամփորդություններ ու ես դուրս գալ Թումոյից բացարձակ ես ինչ-որ արգելքներ իմ կյանքում չեմ ունեցել նույնն էլ բլոգի հարցում շատ ա եղել, որ ինձ հարցրել են ոնց են ծնողներդ վերաբերվել այդ ամեն ինչին, բայց զուտ արդեն Բարսելոնա, Բիլի համերգին Ողջույն եւ բարի գալուստ Armz-ի podcast, որի ընթացքում քննարկում ենք ամենաերիտասարդական հարցերն ու խնդիրները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մեր հյուրերի հետ։ Եվ այսօր իմ հյուրն է Մարդ, ում փորձարկումների ու YouTube-յան բլոգերի տակ մեծացել ենք վստահ եմ գոնե կեսս։ Նարիկ Աթոյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, հիանալի տրամադրություն ունեմ եւ շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն, քանի որ ամեն հյուրի առաջինը ես եմ ասում, մենք ինչ-որ տես ծանր ինտրիգային զրույց չենք ունենալու, սենց մաքսիմալ թեթև ու հետաքրքիր։ Ու առաջին թեման, որին ուզում եմ անդրադառնամ, երբ հասկացար, որ YouTube-յան հարթակը քոնն է ու որոշեցիր բացել քո YouTube-ը։ Իրականում այն պատմությունը, որը հիմա կպատմեմ, շատ քչերը գիտեն եւ ի հաշված մարդիկ, ի սկզբանե YouTube-յան ալիքս եղել է նվիրված իմ երաժշտական կարիերային, որովհետեւ ովքեր չգիտեն, ես 5 տարի երաժշտական դպրոց եմ գնացել ու կյանքի ինչ-որ փուլի որոշեցի YouTube-յան ալիք բացել, որտեղ կտեղադրեմ իմ քավերները, որոնք ի դեպ բավականին լավ դիտումներ էին հավաքում։ Դե եթե հաշվի առնենք այն ժամանակ 1000-2000 դիտում, դա բավականին բարձր դիտելիություն էր, շատ էի ուրախանում ու ինչ որ կետի ուղղակի երբ որ արդեն YouTube-յան բլոգերներ սկսեցին հայտնվել, սկսեցին այլ ռուսական YouTube ու ունեցա արդեն սիրելի բլոգերներ, Սաշա Սպիլբերգն էր իմ ամենասիրելի բլոգերը, վստահ եմ շատերը արդեն գիտեն, ճանաչում են ու այդպես ինչ որ կետից որոշեցի, որ իմ քավերների ալիքը դարձնելու եմ սովորական բլոգի համար նախատեսված YouTube-յան ալիք ու այդ կետից արդեն ամեն ինչ սկսվեց մինչ այսօր Իսկ երբ օրինակ այդ տարիքում որոշեցի որ պետք է սկսես YouTube-ով զբաղվել եւ այլն, նամանավանդ այդ ժամանակ ինչքան դժվար էր այդ ամեն ինչը, օրինակ հիմա ավելի հեշտ է, չգիտեմ, Instagram-ով եւ այլն, YouTube-ի դեպքում այդ ավելի ինչը ավելի դժվար էր, ոնց կարողացար սենց գրավել քո դիտորդներին, քո վիդեոներով, որ սենց մարդիկ ավելի շատ քեզ հետևեն։ Իրականում ես շատ եմ մտածել, որ նա եղել կարելի ասել հաջողության գաղտնիքը, բայց ի սկզբանե ոնց է եղել առաջին քայլը, երբ որ ես բացել եմ YouTube-յան ալիքս, դե արդեն ունեի քավերներ էի տեղադրում, մի օր պատական, այսինքն դա չի եղել նույնիսկ sense գիտակցված մտածված որոշում։ Ես 9-րդ դասարանում էի, իմ ռուսաց լեզվի քննություններ, ու ես որոշել էի վլոգ նկարեի, ոնց ենք մենք գնում ռուսացի քննության եւ այլն, զուտ նրա համար, որ հետո ուղարկեմ Viber-ով chat ունեինք դասարանցիներով, ուղարկեմ հետո, տեսեք ես այսօր վլոգ եմ նկարել։ Արդյունքում ստացվում է շատ հետաքրքիր, նույն ժամանակ իմ կարծիքով շատ հետաքրքիր հոլովակ, որը ես որոշում եմ տեղադրել YouTube-ում ու այդպես շարունակաբար գնում է, կարծում եմ ինչ որ ձև երևի դրական էմոցիաներ են փոխանցում մարդկանց, չգիտեմ, համենայն դեպս դա ասում եմ այդ ժամանակվա մեկնաբանություններին հիմնվելով, ու այդտեղից ամեն ինչ սկսվում է հերթականությամբ արդեն սկսում եմ, չգիտեմ, կամերա եմ նվեր ստանում ծնողներիս կողմից, որովհետև չեմ կարող երբեք չնշել, որ հենց այդ շրջանում ծնողների, հարազատների ու ընկերների աջակցությունը շատ կարևոր է այդ պարագայում իմ դեպքում մոտ ընկերներս էին ու ծնողներս ու շատ կարճ ժամանակ հետո որոշեցին ինձ արդեն տեսախցիկ նվիրել, որ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի լավ որակով կոնտենտ կարողանամ ապահովել։ Իսկ այդ ամեն ինչ օրինակ մոնտաժելը, նկարելու ընթացքը միայնակ էր, ամեն ինչը սովորել, ուսումնասիրել։ Ամբողջը մենակ էի արել։ Ես չգիտեմ այդ ծրագրի մասին, ամբողջ Հայաստանը ընդհանրապես գիտի թե չէ, որովհետև դա համակարգչի մեջ մեր կար Nero էր կոչվում, ես դրանով մոնտաժ էի անում, որ պատկերացնեք, կար ընդհանրապես մի քանի էֆեկտներ, որոնք կարող էի օգտագործել կադրերի փոփոխությունների համար այդ ընթացքում տեղադրելու, կտրել հոլովակները ու ավելացնել երկ, այսինքն եթե ես ուզում էի անգամ հոլովակի վրա ինչ-որ sense նկարներ ավելացնել, ինչ-որ էֆեկտներ, տեքստ, այդ ծրագիրը անգամ այդ հնարավորությունը ինձ չէր տալիս կամ միգուցե տալիս էր եւ ես չգիտեմ։ Մի խոսքով ամբողջովին մենակ եմ սովորել, հետո արդեն անցում կատարեցի Sony Vegas-ին, Premiere Pro-ին, դե իհարկե արդեն YouTube-ով ինչ որ վիդեոներ էին նայում, ոնց է պետք սովորել եւ այլն, ու ամեն նոր բան ինչ ես օգտագործում եմ մոնտաժի մեջ, իմ համար փոքր հաղթանակ էր, որովհետեւ ուղակի հոլովակները իրար կպցնելուց հետո երբ որ նոր բան ես բացայտում, վայ կարողացա տեքստ ավելացնել կամ նկար, այդ արդեն ինչ որ փոքրիկ հաղթանակ է քո համար ու քայլ առ քայլ սկսում էր ավելի լավ ստացվել։ Իսկ օրինակ 15 տարեկան, 16 տարեկան Նարիկը արդյոք հեշտ էր կարող մոնետիզացնել իր YouTube-ի կոնտենտը ու չգիտեմ գովազդներ ունենալ, դրանից ինչ որ չափ շահույթ ունենալ եւ այլն, այս ամեն ինչին ոնց կանադառնաս։ Անկեղծ ասեմ, YouTube-ը ինձ այդքան ոնց որ չի եղել
գումարի աղբյուր, շատ քիչ գովազդներ կան, որոնք կարող են մտաբերել, որ ես գումար եմ աշխատել դրանից, որովհետև այդ շրջանում, եթե անկեղծ ասեմ, ոչ բոլորս էինք ինչ որ գումար աշխատում, քան օրինակ հիմա Instagram-ով, TikTok-ով եւ այլ սոցհարթակներով, այդ ժամանակ դեռ այդ ամեն ինչը նոր էր, որ բլոգերները ինչ որ մի բան գովազդեն եւ այլն, շատ կարճ ինչ որ պատմություններ եմ հիշում, որ եղել է, բայց եղել են դեպքեր, որ ես աշխատել եմ ու կասեմ, որ հենց իմ առաջին գումարը YouTube-ով եմ աշխատել, YouTube-յան ալիք էի գովազդանում, այն ժամանակ YouTube-ում հնարավորություն կար սաոբշիստվա հատվածում տեքստային ինչ որ գովազդներ տեղադրել ու այդպես աշխատել եմ առաջի գումարը դե պարզ այդ ժամանակ ես բացարձակ անգամ գաղափար չունեի ինչ որ գնա առաջարկներից ինչ գինա պետք է ասել ես հորինում եմ ինչ որ գներ որ այդ վայնի համար համապատասխան կլինի բայց մի քանի անգամ ինքը ինձ եկամուտ բերել է ու նաև ես հիմա ասեմ բոլոր մեծ լսողներին ու դիտողներին, որ այն ժամանակ ես հիշում եմ հայ բլոգերներին անկեղծ ծրագրի անունը չեմ հիշի, ինձ ման Արիկը հիշացնի, բոլորին ցենց տարել էին աղքատոր հետաքրքիր դասընթացների ու այնտեղ իրոք պրոֆեսիոնալ ու լավ մակարդակի բլոգերներ էին հավաքված ու եթե չեմ սխալվում Նարիկն ու Աննան նոր էին այդ ամեն ինչի մեջ, այդ ժամանակ քեզ արդյոք հեշտ էր այդ փորձը, այդ ամեն ինչը կիսելը, հաղթահարել այդ նոր միջավայրը եւ այլն հեշտ էր ինչի համար, որովհետև այդ իմ ամենամեծ նպատակներից մեկն էր 2018 թե 19 թվականին անկեղծ չեմ մտաբերում ես եմ մեդիան էր կոչվում վիդեոբլոգերների ճամբար էր մասնակցեցի առաջին անգամ չանցա չեմ ասի որ շատ էին եղվել բայց նպատակներից մեկն էր դարել հաջորդին գոնե ինչ որ մի ձև ավելի լավ պատրաստվել ներկայանալ ու մասնակցել հաջողվեց 2020 թվականին ես եմ մեդիան վիդեոբլոգերների ճամբարին մասնակցեցի, որը հնարավորություն էր տալիս բլոգերներին, ընդհանրապես մի քանի բլոգերի, մեր դեպքում արդեն, եթե նախորդին կարծեմ 10 բլոգեր էին, մեր դեպքում արդեն 3 բլոգեր էին, ես Աննան ու Հրանտը հաղթեցինք ու ստացել էի ահռելի ծավալի տեխնիկա, պրոֆեսիոնալ եւ, չգիտեմ, տեսախցիկ շատ լավ, արդեն բարձրախոս եւ այլն լույսեր պրոֆեսիոնալ, որը արդեն հետագայում ինձ հնարավորություն տվեց ավելի որակյալ կոնտենտ ստեղծել, ինչ առումով էր դժվար, որովհետեւ առաջին փորձս էր բլոգերների շրջապատում կարելի ասել, նոր էի ծանոթանում են մարդկանց հետ, ովքեր արդեն փաստացի ինձ հետ հավասար, ինձանից առաջ այդ ոլորտում էին, բայց շատ sense ժպիտով, մեծ սիրով եմ հիշում այդ օրերը, որովհետեւ համ ունեցել ենք առանձին դասեր բլոգինգի մասին, համ միասին ծանոթացել ենք իրար հետ ռեալ կյանքում ճանաչել ենք իրար, բայց sense ժպիտով ու լավ հիշողություններ ունեմ ու վերջերս էլ կրկին մեդիա նախաձեռնությունների կենտրոնից հնարավորություն ունեցա էլի մասնակցել վիդեոբլոգերների կարճ ճամբարի կարելի ասել մոտ 7 օրով էլի կրկին sense վերապատրաստում եւ այլն այդպես հնարավորություններ շատ են եղել հենց բլոգինգի միջոցով որի համար անչափ շնորհակալ եմ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, ես շատ ակտիվ հետևում էի քո Անի, անկեղծ թողինցների երրորդ աղջիկը ունի չեմ հիշում վիդեոներ, Ալիսան վիդեոներին, ու ինձ թվում է, եթե անգամ դու հիմա այդ կոնտենտը ձեր երեքի հետ բերեիր, մեկը ձեր դիտելիությունը էլի բարձր կլիներ, այ ինչն է պատճառը, որ այդ կոնտենտը վերացավ ձեր երեքի։ Իրականում Անին էլ եղել է այն բլոգերներից, ում ես փոքր ժամանակ նայել եմ, ու ինչ որ կետի, երբ որ ես իմ բլոգը սկսեցի, չէի պատկերացնում, որ օրից մի օր կընկերանամ, ու այնպես ստացվեց, որ իմ ալիքն էլ սկսեց աճել, արդեն սկսեցինք ճանաչել, ու նկարեցինք մեր առաջին հոլովակը Վրաստանում Բաթումիում նկարել ենք ինչ-որ challenge եմ հիշում, հա, ասենց մարշմելոներով challenge կա, չեմ հիշում, ոնց էր, ինչ-որ չգիտեմ ինչ բանի challenge էինք նկարել ու դրանից հետո հետ վերադարձա ու սկսեցինք արդեն ակտիվ հոլովակներ նկարել։ Ես, Անին ու Ալիսան, կարելի ասել, հենց այդ շրջանում այդ մի քանիսս էինք եւ Աննան, որ բլոգ էինք վարում տենց ակտիվ, միասին վիդեոներ էինք նկարում։ Կարծում եմ ինչ-որ պահի երևի զուտ այն կոնտենտը, որ գեներացնում ենք ծիծաղել եւ այլն, տարիքով մեծացանք, հասկացանք հիմա համապատասխան չի, բայց ասեմ, որ երևի իմ բլոգի կարիերայի ողջ ընթացքում ամենահաճախ տրվող հարցերից մեկը, բացի Թումոյի հետ կապված հարցերից, դա այնա երբ ենք մենք կրկին երեքս միասին վիդեո նկարելու ու ասեմ նաև այդ մասով էլ շատ հարցեր կան, չեք շփվում, կռվել եք բացարձակ չէ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք մինչև հիմա, անգամ վերջին շրջանում մտքեր ունեցել ենք ինչ որ կոնտենտ նկարելու, որը հուսամ մոտ ապագայում կիրականացնենք, զուտ կարծում եմ պետքա արդեն այս պահին մեր տարիքին համապատասխան ինչ որ հետաքրքիր թեմաներ մտածենք, որը որ համ լավ դիտելիություն կապավի, համ հետաքրքիր կլինի մեր լսարանի համար, ովքեր մեզ հետ հավասար արդեն մեծացել են։
Ոչ չեմ հավատում, ինչ որ իմ փոքր ժամանակների վլոգի մարտի մասնաստատորը շատ խնդալի է այս ամեն ինչը, իսկ երբ որ եկավ կոմոդ մասնագիտական կողմնորոշման այդ հատվածը, վստահ եմ կոմոդել է ինչ որ շատ այնպես բարդույթներ եղել, հիմնականում օրինակ կարող եմ մտածել ես հենց բլոգինգով էլ շարունակես, բայց հետո ամեն դեպքում մտածել ես հենց ինչ որ օրինակ մի մասնագիտություն ընտրես, որ անգամ բլոգինգը ինչ որ ժամանակ չստացվի դրանով գնաս ու արդեն ընդունվել ես Հայաստանում Սլավոնական համալսարան եւ այս ընթացքում այդ առհասարակ հիմնականում բոլորի մոտ այդ հարցն է ու այդ խնդիրն է այդ տարիքում, լավ ինչ պետք է անեմ, ես ինչից պետք է սկսեմ, մասնագիտական կողմնորոշումը քեզ ոնց տրվեց։ Մասնագիտական կողմնորոշումս չեմ ասի, որ շատ դժվար է եղել, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ չի եղել, ոսկե միջին, ոչ մեկ չգիտի, բայց ի սկզբանե ես նպատակ եմ ունեցել ընդունվել բժշկական համալսարան, այսինքն նույնիսկ այն ժամանակ, երբ որ դուք տեսնում եք ես բլոգ էի վարում, իմ մտքին հենց բժշկական ընդունվելն էր, գրեթե 1 տարի ես որոշել եմ դառնալ ատամնաբույժ, բոլորը գիտեին, իմ հարազատները, ընկերները, որ վերջ ես բժշկական համալսարան եմ գնալու, ինչ որ կետի, երբ որ բլոգս արդեն ակտիվ սկսեցի զարգացնել, հասկացա ես այս կյանքում ինչ եմ սիրում, ինչն է ինձ դուր գալիս, ինչն եմ ես հաճույքով անում, արդեն լրիվ փոխվեց ընտրությունը, որտեվ դե բժշկական համալսարան ու բլոգինգ, իհարկե կարաս ինչ որ միտեղ համատեղես, բայց կոնկրետ մասնագիտական կողմնորոշմամբ, երբ որ ուզում ես հստակ այդ ուղղությամբ գնաս, չի ստացվի, այո։ Դրա համար ունեի 2 ընտրություն, ընդունվել կամ ամերիկյան համալսարան, կամ սլավոնական համալսարան, այս պարագայում սլավոնական համալսարանում հնարավորություն ունեի սովորելու գովազդի բաժնում, որտեղ կսովորեմ գովազդ, մարքեթինգ, ու ընտրեցի սլավոնական համալսարանը, այսինքն շատ երկար չեմ տատանվել, հստակ արդեն հենց այն կետից երբ որ որոշել եմ, ասել եմ վերջ։ Գնում եմ արդեն այս ոլորտով, որն էլ արդեն հենց այս պահին ինձ հնարավորություն է տվել բլոգինգն էլ, շատ շանսեր է տվել ներկայիս իմ աշխատանքով աշխատելու, դրա մասին արդեն կարծում եմ կխոսենք ընթացիկ։ Այ ամենահետաքրքիր էրան, երբ որ ես սկսեցի Նարեկին ճանաչել, դա Թումոնն է ու լիքը մարդ։ Իմ prime էրան է եղել Թումոնը, այո։ Այնքան մարդ էր ուզում Նարեկի թիմից լինել, ես հիշում եմ այդ ժամանակ։ Այ ոնց եկար այն որոշմանը, որ դու պետք է դառնաս Թումոյի մարզիչ ու հետո հավաքես այդքան երկրպագուների մեծ բազա, որտեղ բոլոր երեխեքը հիշում եմ այդ ընդմիջումների ժամանակ մոտենում էին Նարեկին, նկարվում, TikTok-էր նկարում եւ այլն։ Այո։ Ոնց ստացվեց, սլավոնական համալսարանում մի օր լինում է թափուր աշխատատեղերի օր, այո, որտեղ գալիս են տարբեր կազմակերպություններ, ներկայացնում են կազմակերպություն, ինչ թափուր հաստիկներ ունեն ու ես Նարիկս որոշում եմ գնալ մասնակցել, մի քանի հոգով իջնում ենք, գնում ենք, մի քանի տեղ CV-ս արդեն ուղարկում եմ, տարբեր տեղեր, կազմակերպություններ ցանկացածն որտեղ ես հիշում եմ, որ ես դիմել էի ու տեսնում եմ Թումոն, սենց մի հատ լույս է վառվում ինձ այդ լոգոյի վրա, սենց չգիտեմ, CV-ս գնում եմ, որ արդեն փոխանցեմ ու հիշում եմ աղջիկ կար, ես իրեն սկսում եմ պատմել, որ ես Թումոյում առաջին ուսանողն եմ եղել Գյումրիի, դա իմ երազանքն է եղել, որտեվ ես կարծում եմ գրեթե մեծամասնությունն այն երեխեքի, ովքեր Թումոյում սովորել են, եղել են ուսանող, սենց փոքրիկ երազանք են պահում իրենց մեջ, գոնե կյանք ինչ որ փուլում մարզիչ դառնալ, որովհետև ես ինչքան ուսանող ունեցել եմ, ասել են գիտեք, չէ, ընկեր Նարիկ, ես շատ ուզեցել եմ մարզիչ դառնամ, ոնց ա եղել, որ մարզիչ եք դառել, ու հիմա էլ ունեմ ուսանողներ, ովքեր որ էլի մտածում են, դիմում են մարզիչի հաստիկի համար, որոշում եմ մի խոսքով CV-ս ուղարկել, ինձ մի քանի կազմակերպություններ զանգում են նաև Թումոն, հրավիրում են ինձ հարցազրույցի ու գնում եմ խմբային հարցազրույցին, բավականին լավ անցնում իրականում ու սկսում է իմ փորձաշրջանը, բայց ես բառերով անգամ չեմ կարող նկարագրել ինչ մեծ փորձ հնարավորություններ, ինչքան լավ մարդկանց այնց տվել Թումոն, մեկը իմ բոլոր այս պահի դրությամբ հարազատ ընկերուհիների հետ, Լիկայի հետ, Լիկան իմ մոտ ընկերուհին է։ Եվ իմ նախկին մարզիչը։ Այո, եւ քո նախկին մարզիչը, ես ծանոթացել եմ Թումոյում ու երբեք անգամ չեմ էլ ուզում պատկերացնեմ ինչ կլիներ իմ կյանքում, եթե ես չաշխատեի Թումոյում, որտեվ այն հնարավորությունները, որ ես ստացել եմ Թումոյի շնորհիվ, ընկերները, ծանոթությունները, ուղղակի, չգիտեմ, անհնար բառերով ներկայացնել, թե ինչքան կարևոր դեր ունեն իմ կյանքում, ու այդպես սկսվեց իմ մարզիչի կարիերան։ Շատ կարոտով եմ հիշում, անկեղծ հիմա լինում է նույնիսկ իրավիճակներ, որ ես ասում եմ, ես ամեն ինչ կտայի, որ գոնե մի շաբաթով Թումոյում էլի աշխատեի, շատ լավ հիշողություններ ունեմ ու ուսանողներին բոլորին ես հիշում եմ, բոլորին, նույնիսկ շատ է լինում, որ ինձ Instagram-ով գրում են, ընկեր Նարիկ ինձ հիշում եք, ինչ-որ նկար են ուղարկում, նույնիսկ նկար չուղարկեն, ես profile pic-ով հիշում եմ, ասում եմ, հա, ոնց կարելի է քեզ չի հիշել։ Բոլորին շատ հիշում եմ, շատ մեծ հիշողություններ ու սենց կարոտ եմ զգում։ Իսկ ինձ մա բոլոր քո ուսանողներին նաև հետաքրքիր է թե ինչու դու Թումոյից դուրս եկար, դրա համար չեմ կարող այդ հարցը չտամ, ինչու Թումոյից դուրս եկար։ Իրականում Թումոյում ես աշխատել եմ
գրեթե 1 տարին չի հասցրել անգամ լրանալ, ինչի համար դե իհարկե շատ դժվար է անսահման դժվար լինել ուսանող ու աշխատել երկար ժամային գրաֆիկով։ Իհարկե ես փորձում եի ամեն ձև համատեղել իմ աշխատանքը դասերի հետ, բայց միևնույն ժամանակ շատ ծանր էի տանում այն փաստը, որ ես շատ դասերից բացակայում եմ, որովհետև ես ընտրել եմ մասնագիտություն, որով շարունակելու եմ ու շատ դժվար է որ բացակայում ես դասերից, դրանք կուտակվում են ինչ որ փուլի դու աշխատանքից հոգնած, կուտակված փորձում ես քննություններին պատրաստվել ու փորձեցի դուրս գալ Թումոյից, շատ ծանր եմ տարել իրականում, ես հիշում եմ վերջին աշխատանքային օրը ես ինչքան եմ լացել։ Ես անսահման տխուր եմ եղել այդ օրը, որովհետև նենց տպավորություն է, որ քեզանից ինչ-որ մի հատ մաս վերցնում, սենց փոկում ես ու վերջել չի լինելու ու դրանից հետո դուրս գալուց հետո մի քանի օր դու տարօրինակ ինչ-որ զգացում ես ունենում, որովհետև այն գրաֆիկը, որը ունեցել ես մարդկանց հետ ում հետ շփվել ես, ինչ-որ մի կետից ուղակի քո գրաֆիկից օրակարգից դուրս է գալիս, ինչի դուրս եկա, որովհետև փորձում էի արդեն այդ իմ իրավիճակին համապատասխան, որպեսզի կարողանամ համատեղեմ դասերի հետ, ավելի համապատասխան աշխատանք գտնեմ ժամային գրաֆիկով, ստացվեց ու միգուցե եւ այդ կյանքի փուլում դա ճիշտ քայլ էր իմ համար, որովհետև ես ընդունվեցի արդեն հենց իմ մասնագիտությամբ աշխատանքի ու այդտեղից մինչև հիմա սկսվեց արդեն իմ կարիերան մարքեթինգային ոլորտում, այդպես հիմնական պատճառը դա եղել, բայց ելի եմ ասում հնարավորության դեպքում թեկուզ իմ մասնագիտությամբ եւ այլն, ես շատ կուզենայի Թումոյի թիմին հետագայում միանալ, իհարկե արդեն աշխատանքս կապ չի ունենա ուսանողների հետ, բայց հուսամ իմ պատմությունը Թումոյում ինչ որ կերպ շարունակություն կստանա, այո։ Իսկ երբ հասկացար, որ YouTube-ը ինչ որ չափ էլ քեզ օրինակ այդքան չի գոհացնում կամ չգիտեմ, ուզում ես մի քիչ դուրս գաս YouTube-ից ու եկար հիմնականում Instagram ու արդեն սկսեցիր հենց Instagram-ից մոնետիզացնել քո կոնտենտը, լիքը բրենդերի հետ աշխատել եւ այլն, այդ փուլի մասին։ Իրականում կարծում եմ ինչ որ կետից, երբ որ Instagram-ում արդեն հայտնի դարձան ռիլերը, մարդիկ սովորեցին կարճ հոլովակներ նայելուն ու շատ դժվար է, հիմա էլ ես անկեղծ եմ ասում, ինձ շատ դժվար է YouTube-ում ինչ որ շատ երկար հոլովակներ նայել, ինձ պետք է անսահման շատ հետաքրքրի, որ ես մինչև վերջ այդ հոլովակները նայեմ։ Ու ինչ որ կետից հասկացա, որ ուզում եմ այն կոնտենտը, որ ստեղծել եմ YouTube-ի համար, որոշ փոփոխություններով ներկայացնեմ Instagram-ում, ու արդեն երբ որ ուսանող էի, ունեի աշխատանք, շատ դժվար էր միևնույն ժամանակ հասնել վլոգ նկարել, ու ես շատ հարցեր ունեի իմ գլխում, արդյոք հետաքրքիր է, այն որ ես համալսարան եմ գնում, չգիտեմ, գնում եմ աշխատանքի դա նկարեմ, ցույց տամ, ազատ օրերից, երբ որ ես պատրաստ էի կոնտենտ գեներացնելու, ես նախընտրում էի թեկուզ մի քիչ հանգստանալ, ուղղակի տեղափոխեցի ինչ որ մի պահի այն կոնտենտը, որ ստեղծել եմ Instagram ու արդեն սկսեցի այնտեղ աշխատել, մի քիչ ուղղվածությունը իհարկե փոխվեց, որտեվ եթե նայենք YouTube-ի հոլովակները, որ ես նկարել եմ շատ փոքր տարիքում, ինչ որ փորձարկումներ, չգիտեմ, TikTok-յան լայֆ-հակների փորձարկում, հումորային ինչ որ կոնտենտ, լրիվ փոխվեց, այո, լրիվ այդ ամենը փոխվեց ու արդեն Instagram-ում այդ պահին հայտնի թրենդերին հետևելով սկսեցի իմ կոնտենտը ստեղծել, ինչ որ get ready format եւ այլն։ Հիմա դե արդեն իմ բլոգը lifestyle է, նկարում եմ get ready format, ինչ որ հոլովակներ, վլոգներ, աշխատանքի մասին եմ պատմում, իմ կյանքի մասին, հումորային, այսինքն իմ մոտ sense խառը միքս է, այդ պահին ինչ որ թրենդի մեջ է, ես օգտագործում եմ կոնտենտի համար ու փորձում եմ ներկայացնել արդեն իմ կյանքը տարբեր կողմերից։ Ու իրականում ինձ թվում է հենց քո բլոգեր լինել ինչ որ չափ, հետո քեզ օգնեց օրինակ մարքեթինգում, քանի որ հիմա օրինակ Նարեկը աշխատում է շատ տարբեր կազմակերպությունների հետ, գովազդներ է նկարում եւ այլն, ու ինձ թվում է ինչ որ չափ հենց քո բլոգերները քեզ որ ել ավելի շատ այդ հմտությունները օգնեցին հետագայում արդեն շարունակել ինչ որ տարբեր կազմակերպությունների մարքեթինգ թիմերում աշխատել։ Այո, ինչի համար, որովհետև կարծում եմ մարքեթինգային ոլորտում շատ կարևոր է նաև անձնական բրենդինգը, ոնց ես դու քեզ ներկայացնում, ու իհարկե բլոգեր լինելը ինձ շատ օգնել է, ոչ մենակ նրա համար, որ մարդիկ ինձ նկատել են, ստացել են ինչ-որ աշխատանքի առաջարկներ, այլ կոնկրետ հմտությունների հարցում, որովհետև երբ որ նոր ես մտնում ոլորտ, քեզ պետք է շատ բաներ սովորել, մոնտաժ, կադր եւ այլն, ու այդ ամեն ինչը որոշակի չափով ես արդեն պատկերացում ունեի, ոնց է պետք անել իմ հոլովակների իման վրա, այդ ամեն ինչը ինձ շատ օգնել է ու նաև հնարավորություն է տվել նոր մարդկանց ճանաչելու, որովհետև անկեղծ շատ քիչ աշխատանքներ ա, որոնց ես ինքս եմ դիմում, հիմնականում ես տանում եմ հենց առաջարկներ ընկերներից, ծանոթներից կողմից, հետևորդներից, ինչու՞ չէ, ովքեր ինձ հետևում են, տեսնում են ես ինչով եմ զբաղվում, ու իրականում շատ է օգնում, մենակ պլյուսներ եմ ես վայելում բլոգինգից։
Իսկ երբեք օրինակ չես մտածել, ես այն օրը մտածում էի, որ շատ հետաքրքիր կներ հենց քո Billie Eilish-ի օրինակ համերգի վլոգը տեղափոխել YouTube, էլ ավելի երկար ունեներ ու էլի նույնն մարդկանց ում հավաքել ես Instagram-ում, ժամանակին սենց էր, մարդկանց հավաքում էին YouTube-ում, YouTube-ից տանում էին Instagram, հիմա հակառակն է, Instagram-ում հավաքում են, տանում են YouTube, այ հիմա հենց չէր վերադառնա YouTube ու թեկուզ հենց հիմիկվա քո այդ lifestyle ոճով եւ այլն շարունակի իր քո վլոգերը։ Իրականում ես ճամփորդություն եմ ունեցել մինչև Billie Eilish-ի համերգը ես Բուդապեշտում էի, Հունգարիայի գնացել, հետո գնացի արդեն Բարսելոնա Billie-ի համերգին, Իսպանիայում էի ու ճամփորդությունից առաջ գնել եմ ինձ կամերա, որով որ պետքա նկարեի վլոգ, որ իրականում նկարել եմ ինքը մոնտաժի փուլում է ու հուսամ շատ շուտով կլինի իմ ալիքում։ Ես ունեի նաև նպատակ, անկեղծ ասած, նկարել համերգից ամբողջովին մի հատ sense ամբողջական վլոգ, ինչի չնկարեցի։ Իրականում Իսպանիան բավականին վտանգավոր երկիր է, առավել եւս Բարսելոնան, ու իմ առաջին մենակ ճամփորդություններ ու ես իմ իրերի համար անսահման վախենում էի, որ դուք պատկերացնեք, ես իմ անձնագիրը ինձ հետ պայուսակով անընդհատ պատտասնում էի զուտ նրա համար, որ ես չմտածեմ, որ ինձանից գողացել են։ Ես մի բան կորցրել եմ, նույնը տեսախցիկը ես նկարում էի ինչ-որ մի կադր, փակում էի տեսախցիկը, ես մտածել եմ, որ հիմա կգան ինձանից տեսախցիկը ստանան, ես տպավորություն եմ մարդիկ հերթ էին կանգնել իմ տեսախցիկի համար։ Այո։ Մի խոսքով շատ վախենում էի, նկարել եմ վլոգ հենց այդպիսին travel vlog իմ առաջին մենակ ճամփորդությունից Բուդապեշտից, Բարսելոնայից ցավոք սրտի չեմ նկարել հենց Billie-ի համերգից, ունեմ կադրեր մի քանի, բայց Billie-ի համերգը իմ կյանքում եղել է ամենամեծ երազանքներից մեկը ու զուտ ուզեցել եմ այդ օրը վայելեմ մենակով ու ոչ մի ինչ-որ պահ բաց չթողնեմ, նույնիսկ ունեմ պահեր, որոնք որ անգամ չեմ նկարել, զուտ որտեվ փակել եմ աչքերս ու փորձել եմ պատկերացնել, որ իմ մանկության երազանքը այս պահին կատարվում է ու մինչև հիմա էլ, երբ որ ես բացում եմ հոլովակներ, եմ նայում ստորիներ եմ նայում, ես անկեղծ չեմ հավատում, որ այդ ամեն ինչը իմ հետ եղել է, որովհետև եթե 12 տարեկան Նարիկը բաց էր, նայեր, որ տենց բան ա եղել, չէր հավատա։ Ինքը իմ համար սենց ինչ-որ անհավատալի իրավիճակներից է իմ կյանքի, բայց անսահման հպարտ եմ, որովհետև ցավոք սրտի ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որ ես պետքա ընկերուս հետ գնայի Billie-ի համերգին, ընկերուս չստացավ վիզա, ես մնացի մենակ ու ունեի ընտրություն կամ վախենալ, չգնալ մենակով ճամփորդության կամ չվախենալ հավաքել բոլոր ուժերը, ասել որ ինձ մուտք ստացվի ու գնալ մենակով ճամփորդության։ Չնայած մի քանի դժվարությունների, որոնք ինձ հետ եղավ այդ շրջանում, երբեք չեմ փոշմանի ու անսահման հպարտ եմ այդ փորձառությամբ, որ մի անգամ նույնիսկ չեմ մտածել, որ իզուր եմ գնացել կամ չարժեր գնալ։ Հենց ուզում եք ճամփորդություններից խոսայի, դու էլ հենց բավականին երիտասարդ տարիքում սկսեցիր տարբեր երկրներ գնալ ճամփորդել, առաջինը կարծեմ հենց Էրասմուսով Լեհաստանը իր մեկնել, ու այս թեման էլ է իրականում կարևոր, ես ունենալու եմ Էրասմուսի մասին հենց առանձին ոդքասթ, բայց հենց ճամփորդական այդ կոնտենտի մասով, հենց ճամփորդելու մասով, երբ հասկացար, որ օրինակ ուզում ես բացահայտել, արդյոք, չգիտեմ, հեշտ տրվեց ընտանիքի հետ այդ ամեն ինչը խոսալը, քննարկելը եւ այլն, ու սկսեցիր ճամփորդել։ Իրականում Էրասմուսի դիմելը շատ պատահական է եղել, որովհետև ձմռանը 2022 թվականի կամ 23 չեմ հիշում, ես գնացի Էրասմուսի, դիմեցի ուղղակի հայտարարություն էի տեսել գովազդով, դիմեցի գնացի Վրաստանում Բակուրյանիում Էրասմուսի շատ լավ անցավ, իմ առաջին փորձառություններից մեկն էր, երբ որ ես պետք է անգլերենով խոսայի, շփվեի մարդկանց հետ, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից էին, բայց անսահման հպարտ եմ այն փաստով, որ ես ինձ բավականին ազատ եմ զգացել, չեմ կոմպլեքսավորվել, շատ լավ հիշողություններ ունեմ։ Այդ ամեն ինչից հետո, իհարկե, լավ տպավորություններով, հիշողություններով ես հետ եմ վերադարձել ու անընդհատ նայում էի էջում, ինչ նոր բան կա, որ ես պետքա դիմեմ։ Տեսնում եմ արդեն Լեհաստանի post-ը, որոշում եմ դիմել գնալ Լեհաստան։ Առաջին ճամփորդությունս էր դեպի Եվրոպա։ Գնացել եմ ընկերներիս հետ, շատ լավ ժամանակ եմ անցկացրել։ Այո, այնպես ստացվեց, որ օգոստոսին գնացել եմ, սեպտեմբերի 5-ին իմ ծնունդին ես Լեհաստանում էի, ու եթե մի տարի առաջ դրանից առաջ ինձ ասեին, որ Եվրոպայում ծնունդդ ես նշելու, ես կասեի, դե լավ ձեռք եք առնում, հաստատ տենց բան չկա։ Շատ լավ փորձառություն եմ ունեցել ու կարելի ասել այդտեղից էլ սկսվել է իմ ճամփորդությունները, որովհետև արդեն տեսա ամեն ինչ ոնց է իրականում, ոնց է պետք, որ իրականում բացարձակ վախենալու բան չկա ու ձեզ էլ եմ ասում, եթե երազում եք ճամփորդել, ուղղակի արեք առաջին քայլը։
Ու այդպես սկսեցի արդեն իմ ճամփորդությունները, սկզբում էլ ինքերներիս հետ էի ճամփորդում, հետո արդեն այս ամռանը իմ ճամփորդությունները նոր sense level-ի հասան ու արդեն սկսեցի ճամփորդել նաև մենակ, բայց մենակ ճամփորդությունից հետո իրականում նախընտրում եմ էլ մենակ չգնալ, ինչի համար, որովհետև ես շատ եմ սիրում մենակ ժամանակ անցկացնել ինքս ինձ հետ, շատ հետաքրքիր է ինձ, ես լիքը իրավիճակներում ինձ նորովի բացահայտում եմ, բայց շատ ուրախ ու կրկնակի անգամ ավելի ծիծաղելի անցնում, երբ որ ընկերներով եք գնում բայց ամենայն դեպս եթե էլի հնարավորություն ունենամ մենակով ճամփորդելու հաստատ չեմ հրաժարվի ու ընկերների հետ ավելի հետաքրքիր ու ծիծաղելի անցնում իսկ հենց այդ քննարկումները օրինակ ընտանիքի անդամների հետ եւ այլն ճանապարհորդելու հենց միայնակ ճանապարհորդելու արդյոք այդ ամեն ինչը հեշտ էր քո ընտանիքի անդամներին օրինակ օքեյ հա գնա Բարսելոնա աշխարհի ամենից մեծագույն քաղաքներից մեկը մենակ իրականում հենց Erasmus-ի ժամանակ ու ընդհանրապես իմ ողջ կյանքում ես ինձ ինչ հիշում եմ ցանկացած որոշում, որ ես ունեցել եմ, ծնողներս միշտ աջակցել են։ Ունեցել են վստահություն, բացարձակ ես ինչ-որ արգելքներ իմ կյանքում չեմ ունեցել նույն էլ բլոգի հարցում շատ ա եղել, որ ինձ հարցրել են ոնց են ծնողներդ վերաբերվել այդ ամեն ինչին, բայց զուտ մի փոքր պատմեմ ոնց ա եղել, որ պատկերացնեք աջակցությունը ծնողներից կողմից ես դե պարզա երբ որ նկարում ես քեզ պետք է նաև մարդ ով որ կադրի հետևում կհետևի վիդեոն չանջատվի եւ այլն իմ մամային ես սովորացրել էի ոնց է պետք օգտվել տեսախցիկից ու օրվա ընթացքում ամեն օր ես հոլովակ էի նկարում իմ մաման ժամանակ էր տրամադրում 3-ից 4 ժամ մենք կանգնում էինք մամային սովորացնում էի ոնց է պետք անել ինքը նկարում էր իմ հոլովակները որի համար ես անսահման շնորհակալ եմ նույնը շնորհակալ եմ իմ պապային ով որ դեմ չէր ընդհանրապես YouTube-յան ալիք բացելուն մենակ աջակցեց մենք միասին ենք ասեմ ավելին այդ ալիքը իմ համար բացել կարգավորումները արել իմ պապանը ինձ որոշ բաներ սովորացրել մոնտաժի ծրագրում որովհետև այդ ժամանակ պետք էր կարդալ նայել ոնց է եւ այլն աջակցությունը շատ մեծ է եղել ճամփորդությունների հարցում էլ է նույնը եղել իրականում դե բարձա ծնողները միշտ անհանգստանում են բայց կարծում եմ բավարար վստահում էին ինձ գիտելիքիս որ կարողանամ ինչ-որ մի ձև ցանկացած իրավիճակում հաղթահարել ինչ-որ բանից դուրս գալ բայց շատ վախենում էի բայց փորձում էի իրականում ցույց չտալ ծնողներիս մոտ որ ես այդքան վախենում եմ որտեվ հասկանում էի որ իրենք էլ են անհանգստանում բայց շատ նորմալ առանց որևիցե խնդրի ընդունել են սիրով ճանապարհել են դիմավորել են այդպես Նաև Լիկան Նարեկի ամենամոտ ընկերներից մեկը ինձ հուշեց, որ ինքը Բարսելոնայում կորել էր, կարծեմ համերգից հետո չէր գտնում իր տան տեղը։ Այո։ Իրականում շատ ծիծաղելի պատմություն է, որովհետև Բիլի Այլիշի համերգը որոշել էին անել իմ տնից, ես չգիտեմ քանի կիլոմետր հեռու, որ պատկերացնեիք ու այդ համալիրը շատ հեռու էր իմ տնից։ Ու ես որոշում եմ ծրագրով ChatGPT-ին ես անսահման շնորհակալ եմ, որովհետև ես նկարում ուղարկում եմ, ասում եմ, այստեղ եմ ինձ ասա ես ինչ ավտոբուս պետքա նստեմ, չգիտեմ, մետրո պետքա նստեմ, որտեղից ուր պետքա գնամ, որոշում եմ ուժերս հավաքեմ, գնամ մետրո, գաղափար չունենալով որ ես անգամ Apple Pay-ով չեմ կարող այդտեղ վճարել։ Հետ եմ գնում մի հատ էլ տուն, վերցնում եմ բանկային քարտս։ Դուք պատկերացեք ես ինչքան լարված եմ, որ ես անգամ լիքը բաներ, հա, ես երազանքս իրականանում ես պետքա բանկային քարտի մասին մտածեմ, ինչ որ տենց վիճակներ էր։ Հետ եմ գնացել տուն քարտս վերցրել եմ, իջել եմ, չէի կարող այնտեղ լեզուն փոխեի, որ իմ համար մետրոյի ինչ որ մի խոսքով ինչ որ ահավոր իրավիճակ իմ համար։ Գնում եմ համերգի, հասնում եմ, դուրս եմ գալիս մետրոյից ու ինչ որ մի հատ հրաշք կա իմ աչքի դիմաց տեղի ունենում որտեվ ես մետրոյից դուրս եմ գալիս հասնում եմ համապատասխան ստոպին որտեղից պետքա դուրս գամ ու էլի մի 30 րոպե ոտքի ճանապարհ քայլեմ հասնեմ այդ համալիրը տեսնում եմ աղջիկների ովքեր որ հագել են թիշերտներ Բիլի Այլիշի հետևը Բիլի նկարներն ապլակատներ բան ու ես այնքան մանթում եմ ոչ մի այդ աղջիկներին մոտենամ ասեմ քներեք դուք եք Բիլի համերգին գնում երբ որ մոտենում եմ այդ աղջիկներից մեկին մետրոյից դուրս գալիս ասում քներեք sense ուրախ դուք եք Բիլի համերգին գնում եկեք միասին գնանք ոչ մի մեկի հետ ընկերանամ այդ աղջիկները բնականաբար ի սկզբանե տարօրինակ են, որտեվ կարծում եմ ակնհայտ էր, որ իրենք Բիլի համերգին են գնում։ Մի խոսքով, ծանոթանում եմ իրանց հետ ու միասին սկսում ենք քայլել, գնալ։ Շատ ուրախ եմ, որ իրենց հանդիպեցի ու ճանապարհին արդեն խմբերի եմ տեսնում, բոլորը sense ինչ-որ պլակատներով գնում են, ասի, օքեյ, ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Գնում եմ արդեն համերգին, այդ ամեն ինչը վերջանում է, պետք է գնալ տուն։ Մութա դրսում շատ ես իհարկե ունեմ կապ, ինտերնետ, ChatGPT-ին կարամ էլի հարցնեմ, բայց էմոցիաներս այնքան են ինձ ներսից կերել, այնքան ես չեմ հասկանում այս բան ինչա կատարվում, տպավորություններս
անբացատրելի, ոնց պետք է հասնեմ տուն, արդեն չգիտեմ ինչ եմ անելու։ Քայլում եմ իմ համար ու դե մեծ ամբողջ դուրս է գալիս այդ համալիրից։ Ես ոնց իմանամ ընդհանրապես ով է գնում նույն մետրոյի մոտ, բայց դե մոտավոր հասկանում եմ, որ մեծամասամբ գնալու են դեպի այդտեղ, բայց ես չեմ հիշում ոնց եմ ես եկել, որտեվ ես եկել եմ այդ խմբի հետ, հիմա հետ ճանապարհը դեպի մետրո պետքա գտնել։ Մոտենում եմ այդ աղջկա, ով որ պարզվում է աշխարհի ամենաբարի հիասքանչ աղջիկներից մեկն է, ում հետ իդեպ մինչև հիմա ես շփվում եմ։ Մոտենում եմ, ասում եմ, որ ես ոնց որ այս քաղաքում նոր եմ, խնդրում եմ կասես ոնց գնամ մետրո եւ այլն, ասում եմ որ կողմ ես գնում, բարձրում եմ մենք նույն տեղն ենք գնում։ Ես չգիտեմ, ես այդ հազարավոր մարդկանց միջից ոնց եմ զգում, գտնում մարդու, որ նույն կանգառում է գնալու հասնի, որտեղ ես։ Մի խոսքով, միասին խոսալով, ծիծաղալով, սենց գնում ենք, տպավորություններով ենք կիսվում, ու ես հասնում եմ ապահով տուն, երևի մոտ մի 2 ժամ հետո, որովհետեւ բավականին հեռու էր։ Գնում եմ, հասնում եմ, ես այդ գիշեր չեմ կարողացել բացարձակ քնել, երևի առավոտյան ժամի 5-ին եմ քնել, որովհետև առանց դադարի ես նայում էի վիդեոներ, առանց դադարի նկարներ էի նայում, չէ՞ չէի պատկերացնում, որ իմ հետ դա չէ կատարվել է, բայց ապահով ուրախ երջանիկ հասել եմ տուն։ Հիմա անցնում ենք մեր ոդքասթի խաղային հատվածին, ունենք պատրաստած շատ հետաքրքիր խաղ, որը ես ու Նարեկը այդ մեկը խաղանք։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է B2B development-ը։ B2B-ն զբաղվում է բիզնեսների ավտոմատացմամբ եւ ներդրում AI համակարգեր հենց ձեր բիզնեսի համար։ Նկարումները կազմակերպված էին Alma ֆոտոստուդիայում։ Տվյալ ֆոտոստուդիայում դուք կարող եք գտնել գերզարգացած տեխնիկա եւ կազմակերպել ձեր հիշարժան նկարահանումները, ռիլերի նկարահանումները եւ ոդքասթները հենց այստեղ։ Ունենք դրված 3 նկարներ, այս 3 նկարները հիմա մենք բացելու ենք, նայենք ու պետքա գուշակենք, թե որ հոլիվուդյան կամ համաշխարհային աստղի նկար դեմքի փոխարենա մեզնից մեկի դեմքը։ Ոչ, չեմ կարող։ Okay, առաջին դու քաշի ինձ ցույց կտաս։ Ես անկեղծ գիտեմ որ համաշխարհային աստղերն են։ Դու եկեք ես մեջտեղին է։ Դավայ։ Մի քիչ աչքով անում։ Աչքով անում։ Կամերն։ Էս ինչ է, ժողովուրդ, էսով կողոփար չունեմ ով կարող է լինի։ Բայց մազերը ինձ ասում է, եկեք մի հատ ասեի, բավական։ Դերասանուհի ամեն դեպքում, որովհետև Golden Globe-ի բանն է։ Այո, դերասանուհի է, բայց թե ով ինչ տարբերակներ ունես դու, ես չունեմ այս բան բացարձակ։ Ինձ թվում է, վայ ոնց են, մի րոպե։ Էմա չեմ հիշում անվան շարունակությունը, բայց ինքը Emma Watson, Emma դուք եք։ Watson, Emma դուք եք։ Մեր տարբերակն է ուրեմն Emma Watson։ Էտա։ Մյուսը ես եմ։ Դու ես, ես դնում եմ ստեղ։ Դες տակին ենք։ Տակինը։ Գնացինք։ Ինչ լավ է իմ դեմքը չէր դրա վրա, ես կմեռնեի։ Լավ է, շատ հեշտ է, Brad Pitt։ Ես ամենահեշտը քեզ ընկա։ Okay, ես եմ։ Խիա մեր դեմքը։ Ինչ ո մոզերս։ Ես անկեղծ կասեի Անջելինա Ջոլի, բայց կողքինը Brad Pitt-ը չի։ Brad Pitt-ը չի։ Ինչ որ Նարիկ եւ Չգիտեմ։ Մեր հայ բլոգերներից է։ Հայ բլոգերներն էլ են այստեղ։ Ինչ ասեմ, ով է։ Մի քիչ հեշտ բաներ չէիր կարա դնել։ Անցնում ենք մեր հաղորդման հիմնական 2 հարցերին։ Առաջին հարցը, որ ուզում եմ տամ, էտենա ինչ խորհուրդ կտայիր 16 տարեկան Նարիկին։ 16 տարեկան Նարիկին խորհուրդ կտայի չդադարել, աշխատել ինքն իր վրա, չկոտրվել ոչ մի բանից, լուրջ չընդունել կողքի ասած մարդկանց կարծիքները, հաշվի առնել մենակ ամենակարևոր, ամենահարազատ մարդկանց կարծիքները, ցանկացած պարագայում չկորցնել դրական հատկանիշները, անգամ կյանքում ինչ որ դժվար պահերի, մնալ այնպեսին ոնց կաս ու հավատալ, որ այն ինչ գծել ես քո համար ապագայում հերթով քայլ առ քայլ ես իրականացնելու եմ։ Իսկ ինչ խորհուրդ կտայիր Generation Z-ին։ Վայ Generation Z-ին ինչ եմ խորհուրդ տալիս, երբեք մի դադարեք ինքնակրթվել,
փորձեք դիմել ցանկացած աշխատանքի, որովհետև կյանքում մենք գաղափար չենք կարող անգամ ունենալ, թե ինչ որ աշխատանքի դիմելուց ինչ հաջողությունների կարող ենք հասնել, ում հետ կարող ենք ծանոթանալ, ինչ հնարավորությունների դռներ կարող է մեր առջև բացվի, լինել ակտիվ, աշխուժ, պահել էներգիան, որովհետև ես անկեղծ ասում եմ, հաջողության հասնելու ճանապարհին շատ պետք է այդ աշխուժությունը, ակտիվությունը պահել, անընդհատ պատրաստ լինել նոր բաներ փորձելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, ու շատ կարևոր է, որ ինչքան դժվար իրավիճակներ լինի, չփորձես փակվել քո մեջ, որովհետև հենց ինչ որ մի հատ կետի դու դադարում ես շփվել, փակվում ես, ինչ որ կետից կյանքդ ուղակի կանգ է առնում, ու լիքը հնարավորություններ ձեռքիցդ բաց ես թողնում։ Պահել ակտիվությունը, լինել էներգիավլի ու չվախենալ, ամենակարևորը նոր բաներ փորձելուց, որովհետև շատ իրավիճակներ գիտեմ, երբ իրոք վախենում են թեկուզ ինչ որ աշխատանքի դիմելուց, նոր բան փորձելուց, բայց ոչ մեկ էս կյանքում ձեզանից լավ ինչ որ բան հաստատ չի կարողանա անել, եթե միշտ իմ ամենասիրելի խոսքը դա, եթե ես տեսել եմ, որ ինչ որ X բան մեկի մոտ ստացվել է, որն է խնդիրը, որ չի ստացվի նաև ինձ մոտ, հաստատ եթե եղելա ձեր մոտ էլ կլինի, գնացեք զուտ փորձելու մոտիվացիոն ինչ-որ sense բանտացվեց։ Արմզի ոդքասթի երկրորդ հաղորդման հյուրն էր Նարեկ Աթոյանը, շնորհակալ եմ անչափ sense հավես հետաքրքիր զրույցի համար, ես վստահ եմ, որ երիտասարդների մոտ էլ ինչ որ շատ բաներ կփոխվեն, քանի որ էլ ավելի կգնահատեն երիտասարդական ակտիվ կյանքը ու որ ամեն վարքյանը ավելի կկարևորեն ու իրանց ապագայի համար ավելի կարևորեն։ Քեզ էլ մերսի շատ հետաքրքիր հարցերի ու sense հավես զրույցի համար։ Всё, ռեքանջատեք։ Լավ է։ Շատ լավն է։